Ոնց ես Արշակ։ Հա նորը։ Հետո ուր ես մենք պետք է շտապ հանդիպենք։ Խոսալու բան կա։ Բան ա եղել։ Այն ա եղել, որ քո սիրելի Արշակի դեմքը կամաց պատրվում է։ Այսինքն Ես էլ եմ արդեն սկսում մտածել, որ ինքը մեղավոր է մորս մահվան վեճ։ Հետո ինչ ա եղել, ոնց որ անունս լսեցի։ լավ, հեսա գալիս եմ։ Ինձ կներեք, ես պիտի գնամ Նորոյին տեսնեմ։ Չէ, սենց մի անգամից ուր ես գնում։ Պարզ երևում է, որ ինչ-որ բան ա եղել։ Ու այդ ամեն ինչը ոնց որ իմ հետ ա կապված։ Չէ, Արշակ ուպար։ Եթե ինչ-որ բան կա, ավելի լավ է հիմա ասես։ Ամեն ինչ նորմալ ա, դուք մի անհանգստացեք, ես հետո կզանգեմ։ Չէ, ես չեմ կարա սենց փշերի վրա մնամ, ես պետքա գնամ Էդոյի հետևից։ Ագդա համբերի։ Կզանգի, հիմա գնացել մեկա բան չի ասի։ Չէ, հաստատ կասի։ Էդո մի րոպե սպասի։ Էդ Նորոն ինչ ասես, որ սենց արագ դուրս վազեցիր։ Մագդա գնատուն սպասի զանգիս, կլինի։ Չէ, չի լինի, կլինի գոնե ես քո հետ գամ։ Մագդա ոնց որ են անհամբեր երեխեքից լինես։ Ասում եմ ոչ մի բան չկա, գնատուն կզանգեն։ Ուղղակի Էդո քեզ էլ եմ լավ ճանաչում, Նորոյին էլ։ Մագդա, բաբկենի հետ կապված մի երկու հարց ունենք ճշտելու, գնում ենք այդ ճշտենք։ Վերջ։ Այսինքն հնարավոր է գտնեք Բաբկենին։ Չգիտեմ, Մագդա, վստահ չեմ, բայց ամեն դեպքում թեման էդ է։ Հիմա կարամ գնամ։ Լավ գնա, բայց անպայման կզանգես։ Մի հատ այս խմի ու հանգստացի Նորո։ Սխալ արեցիր, որ զանգեցիր Էդոյին ու սենց խոսացիր։ Եթե մի բան հաստատ չգիտես, մի խոսա։ Դու շատ լավ գիտես Էդոն Արշակին ոնց ա վերաբերվում, հաստատ վիճելու եք։ Դու չես հասկանում։ Ես չեմ կարող իմ լսածը մարսեմ։ Չեմ կարող ճարտահայտվեմ։ Ինչ եղավ, կասես, քանի կար դու էիր ասում, որ ամեն ինչ քանդեմ, փորեմ, հասկանամ ինչա կատարվում, ինչ փոխվեց, հա։ Ես չեմ ուզում դու անես այն սխալը, ինչը ես եմ ժամանակին արել, չես հասկանում։ Առանց ապացույցների խոսալը սխալ է։ Բացի լարվածությունից ուրիշ ոչ մի բան չի տալու մեզ։ Չէ, ես գիտեմ ինչ եմ անում։ Եթե պետք եղավ գնալու եմ հասնեմ Ամերիկա, էլիս։ Գնալու եմ հասնեմ այն հիվանդանոց, որտեղ մաման մահացել է։ Քանդելու եմ, փորելու եմ ամեն ինչ, մինչև պարզեմ, ինչն է մորս մահվան պատճառ դարձել։ Ու մինչև այդ ճանեմ չեմ հանգստանալու։ Հա, Մագդա։ Նորո ինչ կա, ինչ ես անում։ Որ զանգեցիր Էդոյին, Էդոն մեր տանն էր։ Բաբկենի հետ կապված ինչ նորություն ունես։ Հա, փաստորեն Բաբկենի անունն է տվել, հա։ Հա, ինչի Բաբկենի մասին չես ասել։ Չէ, ուղղակի ես լրիվ ուրիշ մարդու անուն եմ տվել։ Մագդա, Նորոն հետո քեզ կզանգի, հա։ Էլիս ես չեմ հասկանում, ինչ է կատարվում։ Ոչ մի բան էլ չի կատարվում։ Ուղղակի տան հետ կապված մի քիչ խնդիրներ կան, մի քիչ ջղայնացած է։ Հետո կզանգի ինքը քեզ։ Ինչ արեցիր, կասես։ Ինչ որ արեցի, շատ լավ արեցի Նորո։ Ու ես իմ այս քայլով ոչ թե մենակ քո Մագդայի հարաբերություններն եմ փրկում, այլ նաև ինձ, որովհետև իմ մեջ էլ առաջվա Էլիզը արդեն արթնանում է, բայց ես պայքարում եմ դրա դեմ։ Չեմ ուզում առանց ապացույցների խոսամ։ Խնդրում եմ, արի ավելի զգույշ փորձենք գործել, հա։ Նորո, արի մեզ նենց պահենք, որ եթե հետո հանկարծ պարզվի Արշակը մեղավոր չի, մեզ այդքան մեղավոր չզգանք։ Չես խոսում, Էլիս։ Արշակ, ես պետքա դուրս գամ։ Ուր։ Նորոյից տուն պետքա գնամ, ես զգում եմ, որ ինչ-որ բան կատարվում է։ Ինչի՞ց ես ենթադրել, Էդոնա զանգել։
Նոր Նորոյի հետ էի խոսում ու ասաց, որ ինքը Էդոյին ոչ մի բան Բաբկենի հետ կապված չի ասել։ Ագդա, քեզ թվում է ես չեմ ուզում իմանամ թե ինչ անվիղ կատարվել։ Այն էլ այն դեպքում, երբ որ ես լսել եմ իմ անունը տալուց։ Բայց ոչ մի բան չեմ անում, չես սպասում եմ։ Հա, բայց քո մասին ինչ պետք է ասեր, որ Էդոն տենց լարվեր։ Չգիտեմ, ինչ իմանամ։ Իսկ կարողա տան նոր տերերը եկել են ուզում են Նորոյից հանեն։ Ու դու կարող ես գնալ խոսալ այդ նոր տանտիրոջ հետ, որ Նորոյից չհանի տնից, հա։ Դե բնական է որ չէ, բայց գոնե Նորոյի հետ կլինեմ։ Չգիտեմ, Արշակ հետս շատ վատ ու կոպիտ էր խոսում, եթե ես հիմա մնամ ստեղ ուղակի կգժվեմ։ Դե հիմա կարող է ջղայնացած է եղել Մագդա։ Տենց դեպք չի եղել, որ ինքը ջղայնացած լինի ու դրանից ես տուժեմ։ Իր այս պահվածքը իմ համար նորություն է։ Նորո ես եմ խոսում, որ եթե նույնիսկ Արշակը իմանա, որ մենք ինչ-որ բաներ ենք ճշտել, մեզ փորձելու է շեղել։ Ու դու նույնիսկ Աստղիկի հետ կարող ես կապդ կորցնես։ Դրա համար ասում եմ, արի լուր գործենք։ Մի վիճի Մագդայի հետ անիմաստ կռիվներ մի ստեղծի։ Եթե կիմանաս Արշակը մեղավոր է, այդ ժամանակ արա ինչ ուզում ես, ես քեզ էլ բան չեմ ասի։ Էլիս ես այնքան համբերատար չեմ, որ մի բան լսեմ, լռեմ ու խաղամ։ Այդ իմ ոճը չի։ Ու եթե ինչ-որ մի բան ունեմ ասելու կամ անելու, անում եմ դեմ առ դեմ, հասկանում ես։ Նորո դու չես հասկանում, որ ոչ մի բանի պատճառով ամեն ինչ կորցնելու ես։ Աստորեն դու էլ որոշեցիր չպայքարես Լանա։ Ինչ էր խոսում հեռախոսով Նորո։ Արշակը իր անունը լսեց։ Հազիվ եմ համոզել, որ ոչ մի բան չի եղել։ Ու սխալ ես արել է դու։ Թող լսեր, որովհետև ես իրան շատ հարցեր ունեմ տալու։ Ու իմ հարցերի պատասխանները մենակ ինքը կարա տա։ Ես նես բաներ եմ իմացել իր ու մորս հարաբերությունների հետ կապված, որ այդ ամեն ինչին ստիպում է, որ ես շատ վատ բաներ մտածեմ, շատ վատ։ Ինչ ես խոսում Նորո, չեմ հասկանում։ Դու Էլիզը տեղերով փոխվել եք, հիմա էլ քեզ պիտի համոզեմ, որ այդ ցնդաբանությունը գլխիցդ հանես։ Իսկ կարող ես սկզբի համար մի հատ լսես, ինչի համար եմ այդ կարծիքին, ինչի համար եմ տենց արտահայտվում, նոր տենց կոմենտներ անես, հա? Թե Արշակին այնքան շատ ես վստահում, որ կարաս տենց մտածես, որ ես ցնդաբանություն եմ խոսում։ Կարող եմ մի հատ էլ թողես ու գնաս այդու։ Զգում ես, որ քրվի տոնով ես խոսում հետս։ Հա, կարող է։ Որովհետև ջղայնացած եմ։ Բայց նես չի, որ հիմա սխալ բան եմ ինձ թույլ տալիս, կամ սխալ բան եմ ասում։ Նորո ամեն ինչ լավ էր։ Այդ անցյալի բոլոր թեմաները փակ էին։ Հիմա ինչ ա եղել, որ էլի կանգնել ես այդ թեմաների առաջ։ Էդո, կարող է ես Արշակին էլ չեմ մեղադրում մորս հարաբերությունների հետ կապված։ Կարող է չեմ մեղադրում, որ եկավ ու մեր տունը քանդեց։ Բայց այն ինչ վերաբերվում է մորս մահվան թեմային ու դրա շուրջ տարածվող խոսակցություններին, այդ ամեն ինչի վրա ես չեմ կարա աշկ փակեմ, ախպերս չի ստացվի։ Հասկանում ես։ Նորո ես էլ դու էլ գիտենք, որ Արշակը տենց բան չէր անի։ Ու դու ինքդ Էլիզին տենց խոսալու համար, այդ խոսակցություններին հավատալու համար քիչ էր մնում սպանեիր։ Հիմա քեզ ով ինչ ասել, որ միտքդ փոխել ես։ Ասեմ, այդ ջան, ասեմ։ Մամայի դին դասընկերուին էր զանգել։ Նենց մարդը, որ մամայի հետ շատ մտերիմ ա եղել։ Ու նենց բան ասաց, որ մի պահ ամբողջ մարմինս ձգվել էր։
Ու իմ մոտ նես տպավորություն է, որ հնարավոր է չկարողանամ էլ շարժվեմ։ Այդ տես բան է ասել։ Ու ինչ է ասել։ Նստի։ Բա նորոն տանը չի։ Չէ, Էդոին պետք է տեսներ։ Հա ինձ թված տանն են հանդիպելու, դրա համար եմ եկել։ Չէ, դուրս են եկել։ Էլիզ ես վերջերս նորոն իմ հետ շատ վատ է խոսում։ Ու ինքը ահավոր ջղայնացած է։ Եթե դու հեռախոսը չվերցներ, ես վստահ եմ, որ ավելի վատ էր խոսելու։ Մեր տնից էլ Էդոն արագ վազելով դուրս եկավ, հարցրեցի ինչ ա եղել, ասեց Բաբկենի մասին էլ ինչ-որ բան իմացել։ Բայց Արշակը լսել է, որ իր մասին են խոսում։ Հիմա ես ուղղակի ուզում եմ հասկանամ, կարող է այս ամեն ինչը Արշակի հետ է կապված։ Այսինքն Շուշանը մի անգամ զանգել է ոստիկանություն ու դու դրանից ենթադրել ես, որ Արշակը բռնության է ենթարկել։ Տնից գնալու մասին մի մոռացի։ Չէ, չեմ մոռանա։ Բայց հաստատ չեմ էլ հավատա, որ Արշակը ընդունակ էր կնոջը նեղացնելու։ Այսինքն մերս էլ գիժեր, անծանոթ երկրում որոշեց տնից փախնի, այդ կարծիքին ես։ Լսի նորը մենք բոլորս էլ մարդ ենք։ Ու հնարավոր է, որ ուղակի վիճել են, որ ընտանիքում վեճեր չեն լինում։ Լավ, այդ մի կերպ արդարացրիր։ Բա ոստիկանության պահը, որ զանգել է, ինչի դրա վրա չկենտրոնացար, թե չես ուզում։ Որովհետև դու քո բերանով ասացիր, որ այդ թեման շուտ փակվել է, որովհետև մամադ ուղակի նեղված է եղել։ Ես հասկանում եմ, որ կինը կարող է հղի վիճակում ավելի զգացմունքային է եղել, երեխեքի կարոտից իրավիճակը բարդացրել է։ Չէ, ես ոնց հասկանում եմ, իզուր էլ էսկան բան քո հետ կիսվում եմ։ Իզուր էլ էսկան բան ասում եմ։ Դե բնական է, հորոտ ընկերն է, պետքա պաշտպանես։ Հո չես ասելու, որ սխալ է։ Լսի, եթե Արշակը իրոք տենց մարդ լիներ, ես իրանից առաջինը երես կթեքեի։ Էլ չեմ խոսում հորս մասին։ Զգում եմ այդ։ Շատ լավ զգում եմ այդ ամեն ինչը։ Էսկան բան ես քեզ ասում եմ, գոնե մի հատ ձևի համար չես ասում, լավ կարելի է ճշտել։ Կարող է իրոք ճիշտ է ասում։ Ես էլ չգիտեմ Ամերիկայի Արշակը ինչ կյանքով է ապրել, ինչ է արել։ Լսի, ես Արշակին ինչքան ճանաչում եմ, ինձ լրիվ հերիք է։ Ու ես ներվայնանում եմ, որ մենք տենց էլ չկարացանք այդ անցյալի էջը փակենք նորո, որովհետև ոչ մեկը դիմացինի հետ մինչև վերջ անկես չեղաք։ Ու ես սկսում եմ մտածել, որ այս ընթացքում ինչ եղել է լրիվ ձևական է եղել։ Դուք հոգու խորքում Արշակին միշտ էլ ատել եք ու բոլոր այդ խոսակցություններին դիմացել եք կաշվից դուրս գալով։ Ես մի քիչ առաջ որ Արշակից տանն ենք խոսում ենք, խոսքից խոսք հասանք Շուշանի թեմային։ Ու ինքը ասեց, որ վերջին շրջանում շատ բարդ է եղել իրանց մոտ, չեն հասկացել իրար։ Բայց այդ բռնություն չի եղել։ Ինչ գիտես։ Որովհետև Արշակը ասում էր, որ Դե հերիքա էլի էդո հերիքա ասես Արշակի էս էր ասում, Արշակի էդ էր ասում։ Չեմ հասկանում Արշակի ասածներին հավատալու կա։ Մինչև վերջ, բայց քո ընկերոջը 1000 տարվա ընկերոջը ասածներին չկա հավատալու, հա։ Ոնց է դե ստացվում, ախպերին բացատրի։ Մագդա, ես ոչ մի բան չգիտեմ։ Գիտես Էլիզ։ Նորոն իմ հետ չի կիսվում։ Ուղղակի տեսա, որ լավ չի խոսում հետդ բարկացածա, որոշեցի վերցնեմ հեռախոսը, չեմ ուզում վիճակ։ Կլինի չխափես։ Չեմ խափում։ Արի ավելի լավ սուրճ խմենք, մինչև տղաները գան։ Էլիզ, ես սկսում եմ լարվել ու մտածում եմ, որ իրոք այս ամեն ինչը Արշակի հետ է կապված։ Վայ Մագդա։ Հասկանում ես, հազիվ ամեն ինչ նորմալ էր, հազիվ մենք նորմալ շփվում էինք ու հիմա էլի ամեն ինչ խառնվելու է։ Իսկ առիթ կա խառնվելու, հա։ Այսինքն Դե նկատի ունեմ արդեն ժամանակ է լարվում, երբ թաքցնելու բան ունի։ Իսկ եթե դու մի բանի վրա վստահես, պիտի ոչ չանհանգստանաս, չէ՞։ դու ինչ-որ բան ես ինձ ուզում հասկացնես։ Ոչ մի բան էլ չեմ ուզում հասկացնեմ։ Ուղղակի խոսում ենք։ Եթե չես ուզում էլ ոչ մի բան չեմ ասի։ Երևի իրոք լարված ես, ասածներս սխալ ես հասկանում։ Չէ, ուղղակի քո ասածները բացարձակ հստակ չեն։
Կարամ քեզ մի բան խնդրեմ։ Ասա։ Ինձ մամայիս ու Արշակի հարաբերությունների մասին կպատմես։ Չհասկացա։ Էլիզե, թեման միշտ քեզ տհաճ է եղել։ Ինչի համար ես ուզում դրանից խոսանք։ Ուղղակի ուզում եմ իմանալ մամաս գոնե Արշակի կողքը երջանիկ է եղել, որովհետև պապայիս կողքը ինքն իրեն լավ չէր զգում։ Նորո դուք երկուստ էլ իմ համար շատ կարևոր եք։ Ու եթե այս պատմությունը հակառակ կողմից լիներ, Արշակը քեզ սպանության մեջ մեղադրեր, ես էլի նույնն էի անելու ինչ որ հիմա։ Ասելու էի, որ դու այդ մարդը չես։ Ես ոչ քեզ եմ քիչ հարգում ու վստահում, ոչ էլ Արշակին, Նորո։ Դու իմ լավ ընկերն ես, իսկ ինքը հարազատ, վերջ։ Լավ, քեզ ինչա թվում է դու։ Իրոք մտածում ես ինձ հաճելի է, հա։ Հաճելի է այսքան բան անցնելուց հետո նորից բացել ես թեման, կամ առասարակ այս թեմայի շուրջ խոսալ։ Չէ, բայց ես չեմ կարող այդ կնոջ ասածները մոռանամ, դուրս չի գալի ուղեղիցս, հասկացի։ Ու ես պետք է ամեն ինչ պարզեմ։ Ես պետք է պարզեմ ինչ ա եղել 10 տարի առաջ։ Ես պետք է պարզեմ ոնց ա վարվել մորս հետ Արշակը։ Միգուցե ավելի վատն ա եղել, կամ բաբկենը նույնիսկ։ Ու եթե այդպես բան պարզվի, Աստված շանի այդպես բան պարզվի, այս անգամ ես հաստատ մարդասպան եմ դառնալու։ Դες ասում եմ։ Նորո լավ հանգստացի, ինչ ես խոսում, հանգստացի։ Էդո, ես քեզ զգուշացրեցի, ես իմ ասելիքը ասեցի։ Ես այդ ժամանակ ոչ մի բան էլ հաշվի չեմ առնելու։ Ոչ քեզ, ոչ մեր ընկերությունը, ոչ իմ զգացմունքները Մագդայի հանդեպ, ոչ մի բան էլ հաշվի չեմ առնելու։ Ու մինչև վերջ գնալու եմ։ Զգում ես, որ կյանքդ էլի փչացնում ես։ Զգում ես, որ էլի շատ սխալ ճանապարհ ես ընտրել։ Մի հատ էլ հիշի այդ կինը ում զանգից հետո է հետդ կապվել։ Զգում ես, որ բաբկենի մատը էլի խառն է։ Ինչ գիտես, կարող եմ այդ պատմությունը հորինել, զանգել այդ կնոջը շփոթության մեջ ա գցել։ Թե չէ ինչի այսքան ժամանակ այդ կինը չէր զանգում մամայիդ մասին խոսում, հենց հիմա զանգեց։ Լավ բա Մագդան, Նորո, ինչ ես անելու, բաժանվելու ես, հա։ Թե այնքան ժամանակ հետո նորմալ չէր շփվելու, մինչև գլուխդ մտնի, որ Արշակը Շուշանի մահվան հետ կապ չունի։ Ինչ ես անելու։ Մեղք է այդ աղջիկը, ես ինչեր ա քո ձեռքը քաշում։ Մի ամիս կյանքում նորմալ կաս, մի ամիս չկաս։ Հերիք ա, Նորո, հասկացանք, հերիք ա։ Գիտես Էլիս, Շուշանը Արշակի կողքին իրոք միշտ շատ երջանիկ ա եղել։ Ու չգիտեմ, եթե ինչ-որ վեճեր են եղել, դրանք միանգամից անցել են։ Այսինքն ամեն դեպքում վեճեր եղել են։ Դե որ զույգի մոտ վեճեր չեն լինում։ Իսկ ինչ վեճեր էին։ Այսինքն Դե ինչ թեմաների շուրջ էին վիճում օրինակ։ Էլիզ, այս խոսակցությունը ինձ արդեն սկսում ա դուր չգալ։ Նենց տպավորությունա, որ ինչ-որ ճշտումներ ես անում։ Հա, արդեն ասեցի, ուզում եմ հասկանամ մամաս երջանիկ եղել է, թե չէ, որովհետև պապայիս կողքը երջանիկ չի եղել։ Ես էլ քեզ ասեցի, որ հա եղել է։ Ու իրանց կռվի պատճառը հիմնականում մեկն ա եղել։ Շուշան ուզում էր Հայաստան գար, իսկ Արշակը դրան դեմ էր։ Բա ինչ էր դեմ։ Որովհետև հղի էր, ու այդ հղիությունը շատ ծանր էր տանում։ Մագդա, եղել է, որ աղբերդ մամայիս խփի։ Ինչ։ Էլիս, դու ինչ ես խոսում։ Թե ինչ կորոշեմ Մագդայի հետ կապված այդո, այդ արդեն իմ գործն է։ Չէ, չեղավ, Նորո, չեղավ։ Այդ մենակ քո գործը չի, իմ գործն էլ է։ Որովհետև եթե այս անգամ էլ ինչ-որ անհիմն խոսակցություններին հավատալով Մագդային թողեցիր, ես արդեն որպես Մագդայի աղբեր չեմ թողելու, որ ինքը քո կողմը նայի։ Հաստորեն տենց։ Հա, տենց։ Որովհետև արդեն զզվել եմ։ Մենակ պատմություններ սարքելով չի, Նորո, մենակ աչուձախ մեղադրելով չի։ Մենք բոլորս էլ շատ լավ գիտենք, որ բաբկենի նպատակը քեզ ու Մագդային բաժանելն է եղել։ Էլ չեմ խոսում իմ ու Էլիզի մասին։ Նորո այդ մարդը անձնական թշնամանք ունի Արշակի դեմ ու դրան ձեզ էլ է խառնում։ Իսկ դու փոխանակ չթողնես ու չթուլանաս։ Ինչ որ խոսակցություն ես լսել ու արդեն սպանելուց ես խոսում։
Հետո ես այն տղեն չեմ, որ ինչ-որ խոսակցությունների լսեմ ու դրանից հետո որոշումներ կայացնեմ։ Ես ամեն ինչ շատ լավ կպարզեմ ու քեզ ուղղակի ասում եմ դու իմանաս, որ ամեն ինչ շատ լուրջ պարզելու եմ ու Աստված չանի, որ տես լինի։ Այդքան բանը իմացի։ Էլիզ ինչեր ես խոսում։ Արշակը երբեք Շուշանի մազին կպած չկա։ Հաստատ։ Չէ, Էլիզ, ես խոսակցությունը իրոք ուրիշ տեղ ա գնում։ Ավելի լավ է ես գնամ Նորոյի հետ հետո կխոսեմ։ Մագդա, ինչ ես նեղանում։ Ես Արշակին լավ չեմ ճանաչում։ Հնարավոր է ինքը վեճերի ժամանակ այդքան էլ համբերատար մարդ չի։ Չէ, իմացի, որ Արշակը միշտ նույն մարդն է։ Լավ, ես ոնց հասկանում եմ, տղաները ուշանում են։ Ավելի լավ է ես գնամ, հա, արդեն։ Ինչի ներս չկար, վիճելեք։ Էլիս, եկել եմ, որ քեզ մի բան խնդրեմ։ Հանկարծ ինելիզին չնմանվես։ Անցյալը ներկայով չփոխարինես նորից։ Չեմ ուզում, որ մեր մեջ լարվածություն մտնի։ Չեմ ուզում քեզ նորից անտարբեր սառով վրեժով լցված տեսնեմ։ Խնդրում եմ, որ ուղղակի այս պատմությունից հեռու մնաս։ Այն ժամանակ Նորոն քո կողքին կանգնեց, որ դու չսխալվես։ Ամեն ինչ արես, որ քեզ սխալ քայլերից հետ պահի, չէ՞։ Դու հիմա հանկարծ Նորոյի վրա չհասնես, որ կասկածները խորացնես։ Մենք հիմա ամեն ինչ պիտի անենք, որ հակառակը լինի, Էլիս։ Կարամ քեզ վստահեմ։ Էդո ես հիմա ոչ ման չեմ կարող խոստանամ։ Արզա։ Ուշացել եմ արդեն։ Այդ ուղղակի եթե առաջ մենակ իմ կասկածներն էին, հիմա կան մարդիկ, ում խոսքերը համընկնում են իմ կասկածների հետ։ Բարի գիշեր, Էլիս։ Էդո ինչ ես նեղանում։ Գնա էլի, ուղղակի գնա։ Այսօր ոչ քո հետ է լինում խոսալ, ոչ աղբորդ։ Գնա։ Տենց էլ չզանգեցիր ինձ։ Բայց մեկա, ես զգում եմ, որ ինչ-որ բան եղել է։ Ուղղակի չգիտեմ ինչի խուսափում ես ինձանից։ Բայց ոչինչ, ինչքան պետք է ես այդքան էլ կսպասեմ։ Տենց էլ չզանգեցիր ինձ։ Բայց մեկա, ես զգում եմ, որ ինչ-որ բան եղել է։ Ուղղակի չգիտեմ ինչի խուսափում ես ինձանից։ Բայց ոչինչ, ինչքան պետք է ես այդքան էլ կսպասեմ։ Հաստորեն վիճել եք Էդոյի հետ։ Էլիս հավես չունեմ գնա պարկի քնի ուշա, լավ։ Դրա համար էի ասում, որ առանց ինչ-որ մեկին խառնելու մեր գործերը հասկանանք ինչ ենք անում։ Ասացի բարի գիշեր։ Այս փաստորեն տեսնում ես, չես էլ պատասխանում, հա։ Երեք գնացի տուն, հիշեցի, որ բանալիներս թողել եմ ստեղ։ Հետո կա Արշակոպարը չթողեցել գնամ։ Հա, գիտեմ, ես լսել եմ, ուղղակի ալարեցի կամ։ Ներում եմ։ Կասես երեք ինչ էր եղել։
Ես գիտեմ, որ Նորոն Բաբկենի համար չի զանգել։ Ով ասել։ Հիմա է դա կարևոր։ Հա, Ես երեկվանից Նորոյից լուր չունեմ։ Գրածներս էլ կարդում չի պատասխանում։ Քեզ թվում է չեմ հասկանում, որ մի բան են չի։ երեք Նորոն շատ ներվայնացած էր։ Ոչ մի բան չի եղել։ Եթե հանկարծ այսօր էլ իրար հետ չխոսակ, ինձ կասես, հա։ Բա ինչի։ Ոնց ինչի։ Զուտ, որ իմանամ։ Դու հիմա էլ շատ լավ գիտես մեր չխոսալու պատճառը։ Ուղղակի չես ասում։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Ում եք ուզում։ Բարես մեծերից ով կատանականչի։ Էլիզ։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Ալինա, դու դասից ուշանում ես արդեն, շուտ արա գնա։ Ես դեռ ժամանակ ունեմ, Էլիզ։ Լավ ես ինչ եք անում իմ հետ, հա։ Ես ոնց խոսեմ էլ ձեր հետ, որ ես տունը ազատեք։ Ինչ անեմ, ոստիկանություն կանչեմ, ավելի վատ միջոցների դիմեմ։ Ոնց ասեմ, ոնց խոսեմ ձեր հետ, հա։ Ինչ։ Էս իմ տունն է։ Իմ տունը։ Ու խնդրում եմ ձեզ, ազատեք էս տունը, որ գամ ես ապրեմ։ Հո դուք փորձանք չեք։ Եթե չեք նկատել, տանը երեխա կա։ Ախր ես էլ երեխա ունեմ։ Իմ երեխան էլ անհամբեր սպասում, որ գա ապրի էս տանը։ Էլիզ, ինչ է կատարվում ստեղ։ Ինչ է խոսում ես մարդ, այս տունը վաճառված է։ Լավ, ուրեմն էսպես։ Այսօր ազատում եք տունը։ Հակառակ դեպքում ես ավելի կոշտ միջոցների կդիմեմ ու ձեզ զորով կհանեմ այս տնից։ Կարող գիտեք ձեր առաջ մանկապարտեզի երեխա է կանգնած։ Այսօր էքուց, ամեն օր։ Ինչ անեմ նամ։ Ոնց հասկանամ, թե ինչ ա եղել։ Ոնց իմանամ, թե ով կամ ինչն ա իրականում քեզ այստեղ հասցրել։ Նորո։ Չէի սպասում քեզ տեղ տեսնել։